Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք քննարկելու ենք Անտալիայի դիվանագիտական ֆորումը եւ այն հայտարարությունները, որը արվել են այս միջոցառման ընթացքում տարբեր անձանց կողմից, իհարկե կանդրադառնանք ամենակարևոր հայտարարություններին, ինչպես նաեւ կքննարկենք Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միասնական ելույթը նկատի ունեմ արտաքին գործերի նախարարների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստը։ Առաջի հերթին ես ձեզ անպայման կոչ եմ անում, որ դուք լայքեք այս վերլուծությունը, սա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաեւ բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված կրիպտոարժույթների հասցեների միջոցով։ Սկսենք։ Առաջի հերթին մենք պետք է խոսենք նրա մասին, սիրելի հայրենակիցներ, որ Անտալիայի դիվանագիտական ֆորումը այս տարի վերաբերվում է ժողովրդավարության եւ դիվանագիտության հնարավորություններին այս բարդ իրավիճակում աշխարհաքաղաքական եւ կարծես սա շատ տրամաբանական հարց է, որովհետև վերաբերվում է իրոք դիվանագիտության բարդ փուլին, որում այսօր ամբողջությամբ դիվանագիտությունը գտնվում է։ Եվ սկսենք նրանից, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում խոսել է խաղաղության կարևորության մասին։ Սա թուրքական թեզն է, որը փորձում է շարունակել խաղաղության մասին խոսել, բայց իրականում մենք տեսնում ենք, որ Թուրքիան հակառակը մասնակցում է, կարելի ասել, բոլոր հակամարտություններում, որոնք տարածաշրջանում տեղի են ունենում, սկսած Ադրբեջանից, հայ-ադրբեջանական հակամարտությունից, Իրաքում, Թուրքիայում, նկատի ունեմ քուրդերի հարցը, Սիրիայում, Կիպրոսում, խնդիրներ կան Հունաստանի հետ, Լիբիայում, Իսրայելի հետ խնդիրներ կան Ղազայի հարցով, Սոմալիայում են նաև ակտիվ մասնակցում, խոսքով հետաքրքիր հայտարարություն է, բայց սա իրենց գլխավոր ուղերձն է թուրքերի, որ իրանք խաղաղության եւ կայունացման հնարավորություն են բերում իրականում։ Այս թեզը իրանք շարունակում են։ Բացի սրանից մենք կարող ենք նշել, որ Թուրքիան խոսել է, որ աշխարհը 5-ից ավելի շատ է, նույն թեզն է, որը իրանք շատ տարիների ընթացքում զարգացնում են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չպետք է լինի միայն 5 պետությունից կազմված, հիշեցնեմ ձեզ, որ դա Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան պետություններն են։ Թուրքիան հայտարարում է, որ Թուրքիան նաև պետք է լինի ՄԱԿ-ի մշտական անվտանգության անդամ, ուրեմն անվտանգության խորհրդի անդամ, ինչը նշանակում է, որ վետոյի իրավունք կունենա Թուրքիան, եւ սա նաև վաղուց է արդեն Էրդողանը այս քաղաքականությունը ծավալում է։ Էրդողանը չնայած ամեն ինչի խոսել է նրա մասին, որ Թուրքիայի համար շատ կարևոր է եվրոպական անվտանգություն եւ Թուրքիան կարող է իր գլխավոր դերը ունենա եվրոպական անվտանգության մեջ եւ խոսել է Եվրոպական միությունում Թուրքիայի անդամակցության մասին, որ գործընթացը կանգնեցված եւ սառեցված է, զարմանալի է, որ Թուրքիան շարունակում է սրա մասին խոսել, բայց սա իրականում նշված չի անդամակցության համատեքստում, այլ Թուրքիայի ուրեմն նախագահը նշել է, որ չի պատկերացնում եվրոպական անվտանգությունը առանց Թուրքիայի եւ որ Թուրքիան պատրաստ է այդ պատասխանատվությունը վերցնել, հասկանալի է, որ Թուրքիան ուզում է օգտագործել այն հնարավորությունը, բացը որը այս պահին ստեղծվել է, նկատի ունեմ Միացյալ Նահանգների կողմից եվրոպական անվտանգության առումով իր նվազող դերը եւ եվրոպական անվտանգությունում ստեղծված վակուումը, որը Թուրքիան փորձում է լրացնել։ Թուրքիան շատ խելացի քաղաքականություն է վարում, մի կողմով արևմուտքում է իր ակտիվությունները շարունակում եւ ծավալում, մյուս կողմից շատ ակտիվ իր քաղաքականությունը ծավալում է Ասիայում, Աֆրիկայում, Եվրազիայում, երկու մայր ցամաքում, երկու հատվածում արևմուտք, արևելք միևնույն ժամանակ գործողություններով, ինչը շատ հետաքրքիր է։ Բայց բացի դրանից Էրդողանը խոսել է Ղազայի եւ պալեստինյան հարցի մասին, իհարկե տերորիստական պետություն է կոչել Իսրայելին, որը բացահայտ ուրեմն
ցեղասպանություն է կատարում Գազայում եւ որ աշխարհը չպետք է սրա մասին լռի եւ որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը պետք է գործեն, ինչպես նաեւ ՄԱԿ-ը պետք է գործի։ Էրդողանը զուգահեռ այս միջոցառմանը ուրեմն կայացրել է Գազայի մասին հանդիպում, որտեղ որ մի քանի պետության ներկայացուցիչներ էին մասնակցում եւ խոսք է գնում Չինաստանի, Ռուսաստանի, եվրոպական մի շարք պետությունների եւ իսլամական եւ արաբական պետությունների արտաքին գործերի նախարարների մասին, որոնք մասնակցում էին դրանում եւ իրենք հայտարարություն են նաեւ տարածել, որ երկու պետության ճանապարհով պետք է լուծվի այս հարցը, ստեղծելով երկու պետություն՝ հրեական պետություն Իսրայել եւ պալեստինյան պետություն։ Խնդիրը նրանում է, որ մենք տեսնում ենք այստեղ Չինաստանը, Ռուսաստանը աջակցում են այդ գործընթացին։ Մենք սրա մասին շատ անգամ խոսել ենք, որ պալեստինյան հարցը ինչպես Իսրայելի դեմ գործունեություն, Իսրայելը ինչպես ժողովրդավարության եւ Միացյալ Նահանգների այստեղ կարևոր ֆորպոստ կարելի ասել, որը կիսում է Եվրասիան եւ Աֆրիկան իրարից, արաբական աշխարհը երկու մասի, իսլամական աշխարհը երկու մասի, նաեւ խնդիր է ստեղծում Չինաստանի մուտքին Աֆրիկա, իհարկե լուրջ խնդիր է ներկայացնում եւ այստեղ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը աջակցում են Թուրքիային։ Սա ի ուշադրություն նրա, ով պատկերացնում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը ինչ որ առումով Թուրքիայի դեմ են գործում կամ Հայաստանի դեպքում կարան օգտակար լինել, այստեղ մենք տեսնում ենք, որ իրանք նույն մոտեցումը ունեն։ Ով ունի տարբեր մոտեցում, արևմուտքը, ժողովրդավար պետությունների մեծ մասը, հատկապես Միացյալ Նահանգները։ Բացի դրանից իրանք դեմ են հայտարարվել բոլորը, արտահայտվել նրա մասին, որ Պալեստինայից, Ղազայից բնակիչներին ուրեմն ուղարկեն ուրիշ տեղ, ինչու մասին Դոնալդ Տրամպը դու գիտեք, որ խոսել է եւ ասել է, որ այդպիսի հնարավորություն եւ ցանկություն կա, որ Պալեստինայից բնակչությունը արտագաղթի։ Բացի դրանից Ուկրաինայի հարցն է քննարկվել եւ արևմտյան մասնակիցները խոսել են ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման կարևորության մասին եւ Հելսինկյան ուրեմն հայտարարության հռչակագրի կարևորության մասին, որը սահմաններն է պաշտպանել, բայց միևնույն ժամանակ այդտեղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է նրա մասին, որ դա ուրեմն հնարավորություն է պետք ստեղծել եւ ժամանակ պետք գա, որ արևմուտքի հետ հատկապես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավեն։ Բացի դրանից Լավրովը խոսել է Սև ծովի անվտանգության մասին եւ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին։ Բայց ընդհանուր առումով Լավրովի հայտարարությունները կարելի է ասել, որ խիստ էին նաեւ ընդհանուր առումով եւ խոսել է այն ուղղությունով, որ Ռուսաստանը իր դիրքերը չի զիջելու։ Բացի դրանից, ուրեմն ամենակարևոր հատվածը, որը մեզ հետաքրքրում է, իհարկե դա հարավային Կովկասի մասին պանելներ։ Ուզում եմ ասեմ, որ ընդհանրապես Անտալիայի դիվանագիտական ֆորումը ինքը փաստորեն գլխավոր միջոցառումներից մեկն է Թուրքիայում միջազգային առումով եւ ամենամյա եւ Թուրքիայի ուղղությունները ռազմավարությունն է փորձում կողմնորոշել բոլոր հարևանների ուղղությունով եւ բոլոր տարածաշրջանների ուղղությունով։ Սև ծով, Բալկաններ, հյուսիսային կներեք հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք եւ կարելի ասել, որ բոլոր հարևանները Թուրքիայի ներգրաված էին։ Եվ կարևոր դեր է զբաղեցում նաև հարավային Կովկասը։ Չմոռանանք, որ հարավային Կովկասն է այն տարածաշրջանը, որտեղ որ Թուրքիան ունի փաստորեն ամենամոտ իր դաշնակիցը Ադրբեջանը եւ միևնույն ժամանակ հարավային Կովկասում է, որ Թուրքիան կապնվում է Կենտրոնական Ասիայի հետ։
Հիմա ամենակարևոր պանելը, որը մեզ հետաքրքրում է, վերաբերվում էր ուրեմն հայ-ադրբեջանական հարաբերություններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ այդտեղ սկսենք Ceyhun Bayramovի հայտարարություններից։ Ceyhun Bayramov-ը հայտարարել է, որ 2020 թվականից հետո ստեղծվել է պատմական հնարավորություն Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ որ Բաքուն 20 թվականից հետո ունի նպատակ շարժվի դեպի խաղաղություն եւ հաստատել է, որ պատրաստված է պայմանագիրը խաղաղության։ Բայց չնայած դրա կարելի ասել, որ Բայրամովը շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրությունից, որ հանվեն այն մասը, որը վերաբերվում է անկախության հռչակագրի, որտեղ որ կա Լեռնային Ղարաբաղի մասին նշում, եւ նաեւ խոսք է գնում երկրորդ հարցի մասին, որը վերաբերվում է Մինսկի խմբի լուծարման հետ։ Հայաստանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ պատրաստ են արդեն ստորագրելու եւ պետք է արդեն ընտրել վայրը եւ օրը, երբ դա կարվի, եւ Արարատ Միրզոյանը ընդհանուր առումով խոսում էր դրական համատեքստում, որ անցյալի մասին չի պետք խոսալ, այլ պետք է խոսալ ապագայի մասին, որ հնարավորություն կա ստեղծել խաղաղություն եւ որ խնդիրը, որը կա Հայաստանի սահմանադրության առումով, նաև կա Ադրբեջանի սահմանադրության առումով, եւ որ այս փաստաթուղթը կունենա ավելի կարևոր ուժ, քան թե սահմանադրության հարցը, սահմանադրության մեջ նշված կետերը, բայց դրա վրա Ceyhun Bayramov պատասխանեց, որ ոչ, սահմանադրությունները պետության կունենան ավելի բարձր իրավական կարգավիճակ, քան թե այս պայմանագիրը։ Ինչը նշանակում է, որ սահմանադրությունում նշված կետի հարցը մնում է էական, բայց հենց Ceyhun Bayramov-ը նշեց, որ եթե Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ, ապա այդ առումով Հայաստանը պետք է նաև այդ հարցը բարձրաձայնի։ Եվ կարելի ասել, որ սահմանադրությունների հարցը մնում է օրակարգում, որովհետև այն հայտարարությունը, որը Ceyhun Bayramov-ը արեց, որ սահմանադրությունի ուժը կլինի ավելի բարձր, քան թե այս խաղաղության պայմանագրի, նշանակում է, որ այո, խնդրահարույց է կամ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրությունների հարցը եւ այդ հարցը պետք է լուծել։ Բացի դրանից կա երկրորդ հարցը, որի մասին Մինսկի խմբի մասին կարելի ասել հեշտ էր ավելի իրավիճակը, որովհետև Հայաստանը պատրաստական է չեղարկել Մինսկի խումբը, բայց զուգահեռ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու, այլ ոչ թե միջև այդ, եւ կարծես դրա մասին խնդիրները չկան այս փուլում։ Կարելի ասել ամենալուրջ խնդիրները մնում են սահմանադրության հետ եւ հիշեցնեմ, որ այդտեղ Հայաստանի սահմանադրությունում կա հռչակագրի մասին հղում, որի մեջ նշված է Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին, իսկ Ադրբեջանի սահմանադրությունում կա նշում նրա մասին, որ Ադրբեջանը առաջի ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ է եւ առաջի ադրբեջանական հանրապետությունը իրականում իր տարածքները հռչակել, ինչպես Արարատ Միրզոյանը ասաց, մոտավորապես Հայաստանի այսօրվա սուվերեն տարածքների 60%-ը։ Այդ հարցը դեռ պետք է դիվանագիտական առումով լուծվի, ինչպիսի լուծում կարա տրվի դրան, կարա լինել կետ պայմանագրում սրա մասին, կարա լինի սահմանադրության փոփոխություն, կարա լինի նաև Ադրբեջանի կողմից պահանջի Հայաստանը, որ սահմանադրության փոփոխություն լինի կամ որևէ քայլ, դա իհարկե բանակցությունների հարց է։ Կարևոր էր, որ Հայաստանը ասաց, որ պատրաստ է երկաթուղու առումով նաև քայլեր անել եւ ստեղծել հնարավորություններ, որ երկաթուղու ուղղությամբ բացվի արդեն կապերը։ Ես կարծում եմ դա կարևոր էր այդտեղ հնչածը, որովհետև տեսեք, Թուրքիայի գլխավոր շահը ինչու՞մ է այդտեղ։
Թուրքիայի շահը նրանում է, որ սկսվի արդեն երկաթուղով կապերը Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով։ Հայաստանը ուզում է պահպանել սուվերենությունը, տրամաբանական է, Ադրբեջանը դեռ միջև չի որոշե ինչպես կմոտենա այս հարցին, բայց ընդհանուր առումով կարելի է ասել, որ կա դրական հնարավորություն եւ մթնոլորտ, եթե կողմերը շարժվեն այս առումով եւ այս ուղղությամբ, որովհետեւ այս պահին Թուրքիայի համար կարևոր է, որ Հայաստանի հետ նաև ունենա հարաբերություններ եւ մենք տեսնում ենք, որ այդտեղ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քլիչի հանդիպումը տեղի ունեցավ, կան դրական ազդակներ, կան Ադրբեջանի հետ էլ ընդհանուր դրական մթնոլորտ, Վրաստանը իդեմս արտաքին գործերի այդպես կոչված դե ֆակտո նախարարի իհարկե նեյտրալ հայտարարություններ արեց, որ ընդունում են եւ իրենց համար կարեւոր է, բոլոր Վրաստանից ով էլ լիներ իշխանություն, նույն բանը կասեր, որ Վրաստանը խաղաղության կողմնակից է, դա հասկանալի է։ Հարցը նրանում է, որ Թուրքիայի համար Կենտրոնական Ասիան եւ Ադրբեջանը շատ կարեւոր են այս փուլում հատկապես եւ Թուրքիային պետք է ստեղծել կապեր եւ Հայաստանը ճիշտ իրեն դրսեւորեց ասած այդտեղ հենց Թուրքիայում, որ պատրաստ է բացել կապերը, պատրաստ է հեշտ ճանապարհով ստեղծել լոգիստիկ կապերը, բայց փաստորեն Հայաստանը չի գնալու նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ձևաչափով կամ այդ ձևաչափը ինքը մեկնաբանում է ինչպես հեշտ կապ, այլ ոչ թե ուրեմն առանց ստուգումների, ինչը ես կարծում եմ շատ ճիշտ է իհարկե։ Ռուսաստանն այդտեղ նաև կարելի ասել արտաքին գործերի նախարար Լավրովը փորձեց ներխուժել ընդհանրապես այդ դիսկուրսի մեջ առանձին եւ ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց փաստորեն մենք տեսնում ենք, որ այդ միջնորդի մեջ անհրաժեշտություն չկա, որովհետեւ Թուրքիայում արած այս հայտարարությունները չմոռանանք, որ գլխավոր իրական շահառուն այս գործընթացից գլխավոր հետաքրքրվածը Թուրքիան է։ Ուստի եթե Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվում են եւ Թուրքիան ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն եւ սուվերենությունը, փոխադարձ երկու պետությունը եւ ձևավորում են դիվանագիտական հարաբերություններ Հայաստան-Թուրքիա եւ նույնը տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերություններ եւ տարածքային ամբողջականությունի եւ սուվերենությունի լիարժեք ճանաչում, ապա Հայաստանին պետք չի Ռուսաստանի այստեղ ուրեմն միջնորդ լինելը, որը մենք արդեն գիտենք ինչպիսի միջնորդ է եւ ինչպիսի դեր է ունեցել ընդհանրապես այս Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքեր, հայ-թուրքական հարաբերություններում, ուստի այստեղ ստեղծվում է լավ հնարավորություն, որ Հայաստանը կարողանա հենց Թուրքիայի հետ այսպիսի դրական մթնոլորտ ստեղծել։ Հիմա ինչի նկատի ունեմ դրական մթնոլորտ, որովհետեւ չպետք է մոռանանք, որ Թուրքիան շատ ավելի միջազգային առումով իր ուրեմն կարգավիճակի մասին մտահոգված է, քան թե Ադրբեջանը։ Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է, որ Հայաստանի հետ խնդիրներ չունենա, ոչ տարածքային խնդիրներ, ոչ ցեղասպանության կրկնման վտանգի մասին խոսակցություն, ոչ հակահայկական ինչ որ դրսևորումների մասին, մի խոսքով Թուրքիային պետք է իրան դրսևորել ինչպես կոնստրուկտիվ, սկզբից ինչու մասին ենք խոսում, Էրդողանը ասում է Թուրքիան խաղաղության կողմնակից է աշխարհում, Թուրքիան խաղաղության աջակից է եւ առաջինը ում հետ այդ հարցը պետք է լուծվի, որովհետեւ միակ հարևան ում հետ որ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիան ունի եւ փակ սահման ունի, դա Հայաստանն է։ Եվ Հայաստանի հանդեպ, հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանությունը, ինչը Թուրքիայի պատմությունում շատ լուրջ սև էջեր են, ուստի այսօր ձևավորել դրական մթնոլորտ, կարա Թուրքիային իրոք այն իր փորձերում, որ Եվրոպային ավելի մոտիկ լինի, մերձավոր Արևելքում ավելի լուրջ դեր ունենա, մակում իր ազդեցությունը աճի, դա կարա դրական լինի, ուստի Հայաստանը փորձում է օգտագործել Թուրքիայի ազդեցությունը այն առումով, որ Ադրբեջանը, որը շատ ավելի ավտորիտար է այս փուլում եւ շատ ավելի ուրեմն պատրաստ է ինչ որ քայլերի եւ
ունի հիմքեր ինչ որ կարելի ասել ինքը օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունը ինչպես հիմք, որ Հայաստանի հետ սրի սահմանում իրավիճակը, այսպիսի իրավիճակ մենք գիտենք, որ Թուրքիայի հետ ընդհանրապես չկա սահմանում սրված իրավիճակ, ուստի լավ հնարավորություն էր եւ կարծում եմ, որ Հայաստանը շատ ճիշտ քաղաքականություն է վարել նաեւ այստեղ գնալով եւ մասնակցելով եւ ես կարծում եմ գործնական քայլեր են պետք հատկապես Թուրքիայի ուղղությունով, մենք սրա մասին խոսել ենք, սա ռեալ պոլիտիկ է, սա աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է եւ սա Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականության մաս է, որի նպատակը իրականում Հայաստանի Հանրապետության սուվերենության, ինքնիշխանության, պետականության, ժողովրդի անվտանգության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ ազգի բարեկեցությունն եւ անվտանգությունն է։ Ուրիշ շահեր Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ, որովհետեւ դա է ամենակարևոր շահը, հատկապես երբ վտանգները այսքան լուրջ եւ մեծ են։ Ուստի սիրելի հայրենակիցներ, սրանով ամփոփելով կարելի ասել, որ ես կարծում եմ ընդհանուր առումով Հայաստանի մասնակցությունը եւ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ եւ դրական էր, բայց պետք են հիմա քայլեր, ակտիվ քայլեր հետ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման առումով եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը իհարկե կնքելու առումով պետք է այդ գործընթացը շարունակվի, չտանք հնարավորություն Ադրբեջանին, որ սրի իրավիճակը, ինչը շատ կարևոր է։ Դրա ցանկություն իհարկե Բաքվում կա, մենք դա տեսնում ենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ լայք եք անպայման այս վերլուծությունը եւ կհանդիպենք։